Գերմանիայում 2025 թվականին գրանցվել է ավելի քան 1000 անհայտ անօդաչու թռչող սարք, որոնք ամենից հաճախ նկատվել են ռազմական օբյեկտների, օդանավակայանների, պաշտպանական գործարանների և նավահանգիստների մոտակայքում, ըստ Դաշնային քրեական գրասենյակի ղեկավար Հոլգեր Մյունխի։ Այս տարի արդեն հաղորդվել է ավելի քան 1000 կասկածելի անօդաչու թռչող սարքերի մասին։ Ամենից հաճախ դրանք ազդում են ռազմական օբյեկտների, օդանավակայանների և այլ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների, ինչպիսիք են պաշտպանական գործարանները կամ նավահանգիստները, ասել է Մյունխը Բիլդին տված հարցազրույցում։ Նրա խոսքով Գերմանիայի երկնքում նկատվել են ոչ միայն առանձին անօդաչու թռչող սարքեր, այլ այսպես կոչված անօդաչու թռչող սարքերի խմբեր, այսինքն համակարգված թռիչքներ իրականացնող անօդաչու թռչող սարքերի խմբեր։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է նոր ավիակրի կառուցման նախագծի վերջնական հաստատման մասին, որը, ինչպես սպասվում է, կփոխարինի Շարլ դը Գոլի Ֆրանսիայի ռազմածովային ուժերի միակ նմանատիպ նավին։ Այս մասին նա հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաբազայում ֆրանսիացի զինծառայողների առջև ունեցած ելույթի ժամանակ։ Գիշատիչների դարաշրջանում մենք պետք է ուժեղ լինենք, հատկապես ուժեղ լինենք ծովում, որպեսզի մեզնից վախենան։ Ահա թե ինչու համաձայն ռազմական պլանավորման երկու վերջին օրենքների եւ մանրակրկիտ ու համապարփակ վերլուծություններից հետո ես որոշել եմ Ֆրանսիան զինել նոր ավիակրով։ Այս լայնածավալ ծրագիրը մեկնարկելու որոշումը կայացվել է այս շաբաթ, ասել է պետության ղեկավարը։ Մակրոնը պարզաբանել է, որ դրա կառուցմանը կմասնակցի 800 ընկերություն։ Նախագահն ինքը պլանավորում է այցելել նավաշինարան, որտեղ նոր նավը կտեղադրվի 2026 թվականի փետրվարին։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, սա Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Սեն-Նազերի նավաշինարանն է։ Վաշինգտոնը չի պլանավորում Գազայի հատվածի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի համար բյուջեից $60 միլիարդ տրամադրել դրամաշնորհների եւ արկային երաշխիքների տեսքով, ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի X սոցիալական մեդիա հարթակում տարածված հայտարարության մեջ։ Սա կեղծ լուր է, ծրագրում ոչ մի տեղ չի նշվում, որ ԱՄՆ կվճարի $60 միլիարդ, նշվում է տեքստում։ Սակայն պետդեպարտամենտը չի հերքում Պաղեստինյան անկլավը վերականգնելու ծրագրի գոյությունը։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը հղում անելով աղբյուրներին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի դեսպանոր Սթիվեն Ուիթքոֆը եւ ամերիկացի առաջնորդի Փեսան ձեռնարկատեր Ջարեդ Քուշները մշակել են Գազայի հատվածի վերակառուցման առաջարկ։ Գերմանիան, Լեհաստանը եւ Չեխիան հայտարարել են Ուկրաինային, որ այն պետք է կանխի փախստականների մուտքը Եվրոպա, իր սահմաններից դուրս, հաղորդում է իսպանական El País թերթը։ Այս երեք եվրոպական երկրներն ընդունել են հակամարտության սկզբից ի վեր ամենամեծ թվով ուկրաինացիներին։ Յուրաքանչյուր երկիր տարբեր պատճառներ է բերել, բայց բոլորը Կիևին հստակեցրել են, որ իրավիճակը մոտենում է Ուկրաինայից փախստականները ընդունելու իրենց կարողությունների սահմանին։ Ինչպես նշում է հրատարակությունը, Եվրահանձնաժողովը դեկտեմբերին հաստատել է, որ ուկրաինացի փախստականների հարցումների թիվը կտրուկ աճել է այս աշնանը։ Բրյուսելը այս աճը կապում է օգոստոսին ընդունված կանոնակարգի հետ, որը պարզեցնում է 18-ից 22 տարեկան տղամարդկանց համար սահմանային անցման ընթացակարգերը։ Թերթը նաև Ուկրաինայի ժողովրդագրական իրավիճակը որակում է որպես աղետալի։ Խնդիրն ի թիվս այլ բաների այն է, որ երկիրը լքողների մեծ մասը երեխաներ ունեցող կանայք եւ երիտասարդներ են, մարդիկ, որոնք ունակ են հարմարվելու նոր կյանքին։ Ավելին, երբ ռազմական դրությունը վերացվի, 100 հազարավոր տղամարդիկ կարող են ցանկանալ լքել Ուկրաինան, արտասահմանում գտնվող իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու համար։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը անհերդին տված հարցազրույցում ասել է, թե ինչն է ինքը համարում առաջընթաց Ուկրաինայի շուրջ բանակցություններին։ Ես կարծում եմ, որ մեր արձանագրած առաջընթացն այն է, որ բոլոր հարցերն այժմ բացահայտ քննարկվում են, ասվում է հրատարակության մեջ։ Վենսը հավելել է, որ սկզբում ոչ ոք չէր ուզում ցույց տալ իր խաղաքարտերը, բայց վերջին մի քանի շաբաթների ընթացքում ուկրաինացիներն ու ռուսները իրական հասկացություն են ձեռք բերել այն մասին, թե ինչը չի կարելի բանակցել եւ ինչը կարելի է քննարկել։ Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունեց ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Սթիվ Ուիթքոֆին եւ նախագահի Փեսային Ջարեդ Քուշներին։ Իսրայելի պաշտոնյաները շաբաթավերջին Թրամփի վարչակազմին զգուշացրել են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի կողմից անցկացվող հրթիռային զորավարժությունները կարող են լինել Իսրայելի վրա հարվածի նախապատրաստություն, հաղորդում է Axios-ը հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով Իսրայելի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էյալ Զամիրը շաբաթ օրը զանգահարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերին, հայտնելով, որ Իսրայելը մտահոգված է ԻՀԿՊ-ի կողմից մի քանի օր առաջ մեկնարկած հրթիռային զորավարժություններով։ Զամիրը Քուփերին ասել է, որ Իրանի վերջին հրթիռային տեղաշարժերը եւ այլ օպերատիվ գործողությունը կարող են նաեւ ծառայել որպես Թեհրանի կողմից անակնկալ հարձակման քողարկում։ Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կոչ է արել ԱՄՆ-ին եւ Իսրայելի զինված ուժերին սերտորեն համակարգել պաշտպանական միջոցառումների նախապատրաստումը։
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Սթիվեն Ուիթկոֆի խոսքով ԱՄՆ կարծում է, որ Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության բանակցությունները Վաշինգտոնի եւ եվրոպական ներկայացուցիչների հետ արդյունավետ եւ կառուցողական էին։ Վերջին 3 օրերի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը մի շարք արդյունավետ եւ կառուցողական բանակցություններ է վարել ամերիկացի եւ եվրոպացի գործընկերների հետ, գրել է նա X-ում։ Ուիթկոֆը նշել է, որ ամերիկյան կողմից նրա հետ բանակցություններին մասնակցել է ամերիկացի առաջնորդի փեսան Ջարեդ Քուշները։ Ուկրաինական պատվիրակությունը ներկայացրել են Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը եւ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։ Եվրոպական երկրների ազգային անվտանգության օգնականները նույնպես մասնակցել են բանակցություններին ռազմավարական մոտեցման շուրջ Ուկրաինայի, Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի դիրքորոշումները համակարգելու համար։ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը տեղի ունեցել Բերլինում դեկտեմբերի 14-ին եւ տևել է մոտ 5 ժամ։ Կողմերը շարունակել են բանակցությունները դեկտեմբերի 15-ին, որի ընթացքում հանդիպումը տևել է մոտ 2 ժամ։ Արամա վեհափար հայրապետը հայրապետական հռչակագրով 2026 թվականը կհայտարարի հոգևոր կյանքի վերանորոգման տարի։ Այս մասին հայտնել են Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ ԱՄՆ-ում տեղի է ունեցել Թրամփի ուղի նախաձեռնության քննարկում, որին մասնակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը եւ Խազար Իբրահիմը։ Այս մասին ասվում է ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի հայտարարության մեջ։ ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են նաեւ Վաշինգտոնում Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի դեսպանները, ինչպես նաեւ ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ բիզնեսի ներկայացուցիչներ։ Դռնփակ քննարկմանը կողմերը քննարկել են նախաձեռնության դերը տարածաշրջանային կապի ամրապնդման եւ միջին միջանցքի երկայնքով ԱՄՆ կայուն տնտեսական ներկայության հաստատման գործում։ Ողջունում եմ ադրբեջանցի գործընկերների հետ փոխգործակցությունը, որ քննարկումներն այժմ ընթանում են զարգացման կոնկրետ նախագծերի ուղղությամբ։ Նման համագործակցությունը կարևոր է իրական տնտեսական եւ սոցիալական արդյունքների հասնելու համար, նշել է Նարեկ Մկրտչյանը։ Խազար Իբրահիմը նշել է, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած առաջնորդների գագաթնաժողովը պատմական դեր է խաղացել տարածաշրջանային խաղաղության գործընթացի առաջ խաղացման գործում։ Ադրբեջանցի դեսպանը նաև ընդգծել է, որ TRIP նախագծի որպես միջին միջանցքի հիմնական բաղադրիչի հաջողության ապահովումը կարևոր է։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը Իզմիրյան բժշկական կենտրոնում է, նրան դեռ չեն վիրահատել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Հետազոտությունների փուլում է գտնվում Սրբազանը, նրա շաքարն է բարձր, փորձում են իջեցնել եւ հարակից այլ խնդիրները կարգավորել։ Եթե ամեն ինչ կարգին լինի, վիրահատությունը ամենայն հավանականությամբ կլինի շաբաթվա վերջում, ասել է Մարինե Ֆարմանյանը։ 2 տարի ազատազրկման դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է։ Պաշտպաններն զանգել էին, թե վիրահատական միջամտության կարիք կա։ Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները, որոնք ցույց են տալիս, թե հանրային տրանսպորտը քանի րոպեից է մոտենալու տվյալ կանգառ։ Սարքավորումները տեղադրված են մայրաքաղաքի 3 վարչական շրջաններում։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվել է քաղաքապետին։ Նախատեսված 40 էլեկտրոնային չվացուցակի սարքավորման փոխարեն ներկրվել է 42-ը, դրանցից 35-ն արդեն տեղադրված են եւ գործում են, մինչեւ տարեվերջ բոլորը կտեղադրվեն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին տեղեկանում են կառավարության լրատվական վարչությունից։ Վարչապետին Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում դիմավորել են Լենինգրադի շրջանի նահանգապետի տեղակալ Յարոսլավ Սերովը եւ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պյոտորովսկին։ Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ ԵԱՏՄ նիստի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ադրբեջանի նախագահին Ադրբեջանի տարածքով Հայաստան-Բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու համար։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև Վլադիմիր Պուտինին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պուտինին հյուրընկալության եւ ԵԱՏՄ նիստի բարձր մակարդակով կազմակերպման համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Սանկտ Պետերբուրգում խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ադրբեջանի Հանրապետության նախագահը չի մասնակցել նաև դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։
Տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքի առաջին հոդվածի համաձայն ամանորը եւ ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, հունվարի 2-ին եւ 6-ին։ Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն ոչ աշխատանքային տոնական եւ հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է 1 ժամով, բացառությամբ կրճատ եւ ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների։ Այսինքն այն քաղաքացիները, ովքեր աշխատում են շաբաթ օրերին, նրանք կկարողանան դեկտեմբերի 30-ին 1 ժամ շուտ ավարտել աշխատանքը ամանորյա տոներով պայմանավորված։ Մեծ Բրիտանիայի խաղաղություն կնքելու փորձերը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ԵՄ մի շարք այլ երկրների հետ ձախողվում են, գրել է լրագրող Մարտին Իվենսը Bloomberg-ի համար հոդվածում։ Լրագրողի խոսքով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը ենթադրում է, որ Մեծ Բրիտանիան ունի երկու ողջամիտ բանակցային գործընկեր, բայց դա այդպես չէ։ Թրամփի անողոք, պրագմատիկ եւ հաճախ անորոշ չափանիշներով բրիտանական դիվանագիտությունը կարծես որոշ չափով օգնության կարիք ունի։ Ֆրանսիական չափանիշներով Մեծ Բրիտանիան զուրկ ռազմավարական կենտրոնացումից նշել է նա։ Լրագրողի խոսքով Սթարմերը պայքարում է ԵՄ ՆԱՏՕ ԱՄՆ նախագահին ՆԱՏՕ-ում պահելու համար, հույս ունենալով կանխել Ուկրաինայի դավաճանությունը։ Միաժամանակ հույս ունենալով նաև ապահովել առևտրային համաձայնագրեր Վաշինգտոնի հետ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև փորձում է սերտ համագործակցություն հաստատել Ֆրանսիայի եւ ամբողջ Եվրոպայի հետ, բայց Լոնդոնը մինչև այժմ անհաջողության է մատնվել։ Եթե ԵՄ առաջնորդները եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջամիտ լինեն, նրանք կհասկանային, որ Ռուսաստանի կողմից ներկայացվող սպառնալիքը պահանջում է սերտ համագործակցություն միջուկային զենք ունեցող Մեծ Բրիտանիայի հետ։ Դժբախտաբար նրանք չեն կարողանում դա անել, կարծում է Իվենսը։ Չինաստանը դեմ է արտահայտվել վենեսուելական նավթ տեղափոխող տանկերի առգրավմանը։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը գրում է ՏԱՍՍ-ը։ Ամերիկյան կողմի գործողությունները այլ երկրների նավերը կամայականորեն կալանավորելու համար լրջորեն խախտում են միջազգային իրավունքը, ասել է դիվանագետը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ նման գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները։ Հոկտեմբերի 19-ին Լուվրից գողացել են ավելի քան 8000 ադամանդ եւ 200 մարգարիտ, հաղորդում է BFM TV-ն։ 4 րոպեանոց կողոպուտ եւ 88 միլիոն եվրո արժողությամբ գողություն։ Ընդհանուր առմամբ այդ պահին կողոպտիչները ունեն 8482 ադամանդ, 35 զմրուխտ, 34 շափյուղա եւ 212 մարգարիտ, որոնք զարդարում են գողացված 8 թանկարժեք զարդերը, ասվում է հայտարարության մեջ։ Թրամփի վարչակազմը նախընտրում է օգնել ամերիկացի թոշակառուներին, քան թե գումար ուղարկել Ուկրաինա, հայտարարել է փոխնախագահ Վենսը։ Մենք օգնում ենք թոշակառու տարեց ամերիկացիներին, այդ թվում վերացնելով սոցիալական ապահովագրության հարկը, քանի որ մենք հավատում ենք ծնողներին հարգելուն, այլ ոչ թե նրանց ամբողջ հարստությունը Ուկրաինա ուղարկելուն, ասել է Վենսը Արիզոնայում Turning Point USA պահպանողական իրավապաշտպան խմբի համաժողովում։ Դեկտեմբերի 3-ին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները այլևս չի ծախսում իր սեփական միջոցները Ուկրաինային օգնելու համար եւ որ ՆԱՏՕ-ն զենք է գնում Վաշինգտոնից Կիևին մատակարարելու համար։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը լիովին հանձնառու է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Ռուսաստանը շարունակում է լիովին հանձնառու լինել Ուկրաինայում խաղաղության հասնելուն, գրել է նա X-ում դեկտեմբերի 20-ին եւ 21-ին Մայամիում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ կայացած խորհրդակցություններից հետո։ Ամերիկյան կողմից Ուիթքոֆից բացի մասնակցել են ամերիկացի առաջնորդի փեսան ձեռնարկատեր Ջարեդ Քուշները եւ Սպիտակ տան աշխատակից Ջոշ Դմիտրիևը նախկինում լրագրողներին ասել էր, որ պատերազմ հրահրողները չեն կարողացել խափանել Մայամիում Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունները։ Նա նախկինում նշել էր, որ խորհրդակցությունները ընթանում են կառուցողականորեն։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության շարունակությունը օգուտ է բերում միայն սահմանափակ թվով մարդկանց, մինչդեռ եվրոպացիներին խաղաղություն է պետք։ Ում է պետք այս պատերազմը։ Քաղաքական գործիչներին, ովքեր կարծում են, որ միջուկային տերությունը կարող է պարտվել մարտադաշտում, զենքի արտադրողներին, որոնք շահույթ են ստանում անվերջ հակամարտություններից, եւ բանկիրներին, ովքեր խաղադրույք են կատարում Ռուսաստանի ռազմական պարտության վրա, գրել է նա X-ում։ Շեշտել է, որ եվրոպացիները արժանի են ավելի լավին Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Հունգարիայի կառավարությունը հետևողականորեն պաշտպանել է նրա արագ կարգավորումը, բացառապես խաղաղ միջոցներով։
Սթիվեն Ուիթքոֆի ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան նշանակվելուց կարճ ժամանակ անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ըստ The Wall Street Journal-ի ցանկություն է հայտնել նրա հետ հանդիպել, սակայն պայման է դրել։ Հոդվածում նշվում է, որ Ուիթքոֆը պետք է Ռուսաստան մեկներ միայնակ առանց ամերիկացի դիվանագետների կամ թարգմանիչների։ Հրապարակման համաձայն հանդիպման առաջարկը Վլադիմիր Պուտինի հատուկ դեսպան Կիրիլ Դիմիտրիևը փոխանցել է Սաուդյան Արաբիայի թագաժարանք Մուհամմեդ բին Սալմանի միջոցով։ WSJ-ն գրում է, որ Սթիվ Ուիթքոֆի մերձավոր արևելքում նոր նախագահի հատուկ դեսպանի պաշտոնում իր պաշտոնավարումից ընդամենը մի քանի օր էր անցել, երբ նա հետաքրքիր հաղորդագրություն ստացավ Սաուդյան Արաբիայի թագաժառանգից։ Կար միայն մեկ բան՝ Ուիթքոֆը պետք է ժամաներ միայնակ առանց ԿՀՎ գործակալների, դիվանագետների կամ նույնիսկ թարգմանչի, նշվում է հաղորդագրության մեջ, որը ծանոթ է հանդիպմանը։ Իր հերթին Ուիթքոֆն ինքը հրատարակությանը տված հարցազրույցում իրեն անվանել է գործարքների վարպետ։ Իսրայելը շարունակում է պաղեստինցիներին Գազայի հատվածից այլ երկրներ վտարելու իր փորձերը ԱՄՆ-ի աջակցությամբ։ ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Ադել Հաֆիզ Նոֆալը։ Արդեն եղել են տարբեր կազմակերպությունների միջոցով իրականացված կոնկրետ դեպքեր, այդ թվում մոտ 200 քաղաքացիների վերաբնակեցումը Հարավային Աֆրիկա եւ այլ երկրներ, ասել է նա։ 2025 թվականի հոկտեմբերի 6-ին Իսրայելի եւ Համասի պատվիրակությունները վերսկսել են անուղղակի բանակցությունները Գազայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը անորոշության մեջ է, թե արդյոք հանրապետականները կպահպանեն ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը հաջորդ տարվա միջանկյալ ընտրություններում, քանի որ նրա որոշ տնտեսական միջոցառումներ դեռևս լիովին ուժի մեջ չեն մտել։ Նա այս մասին հայտարարել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։ Հարցազրույցի ընթացքում Տրամպը գովաբանել է իրեն ԱՄՆ միլիարդավոր դոլարների ներդրումներ ներգրավելու համար, պնդելով, որ այս գումարը կօգնի վերափոխել ամերիկյան տնտեսությունը։ Այնուամենայնիվ նա խոստովանել է, որ չի կարող կանխատեսել, թե արդյոք սա քաղաքական օգուտներ կբերի հանրապետականներին հաջորդ աշնանը։ Ես չեմ կարող ասել ձեզ, ես չգիտեմ, թե երբ այս ամբողջ գումարը հասանելի կլինի վաճառքի համար, ասել է նա պատասխանելով այն հարցին, թե արդյոք հանրապետականները նոյեմբերին կկորցնեն ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ հայտարարություն աներ, թե ոչ, ակնհայտ տեսանելի է եվրոպական կառույցների բացահայտ աջակցությունը այսօրվա կառավարիչներին։ Չեմ կարծում, որ մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները նույնությամբ կարող են կրկնվել մեկ այլ երկրում։ Ես Հայաստանի միջին քաղաքացուց ավելի շատ եմ տիրապետում տեղեկատվության, ես չգիտեմ, թե Մոլդովայում ինչ է եղել, որ հիմա ասեմ Մոլդովայի սցենարն այստեղ կրկնվելու է, թե ոչ։ Այո, նման բաներ շատ հնարավոր են։ Դատական նիստից հետո դատարանում լրագրողների հետ զրույցում նշել է երրորդ նախագահը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է Հայաստանում էլ Մոլդովայի սցենարը կրկնվի։ Լրագրողի հարցին Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե 2026 թվականին Հայաստանի նկատմամբ խորհրդանշական քայլեր են լինելու, ինչ քայլերի մասին է խոսքը, Սերժ Սարգսյանը հարցով պատասխանեց։ Արդյոք կարծում են, որ ինքը այնքան տեղեկատվության է տիրապետում, որ կարող է ասել։ Բայց եթե խորհրդանշական բառը կա, ապա ձեզ համար դա կարևոր է, ինձ համար կարևոր։ Ինչ վերաբերում է հարցին, արդյոք առաջիկա ընտրություններին մասնակցելու որոշում կայացրել են, Սերժ Սարգսյանը պատասխանեց. երբ որոշում կայացնենք, այդ մասին կհայտարարենք։ Հիշեցնենք, որ Բրյուսելում Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Երևանը 2026 ընտրություններից առաջ Բրյուսելից աջակցություն է խնդրել արտաքին միջամտության դեմ պայքարի համար։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետի, ինչպես նաեւ Դիվանագիտական ծառայության մասին օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 14-րդ հոդվածի, Սարմեն Բաղդասարյանին նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, ասված է հրամանագրում։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Կիրտի Վարդհան Սինգը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերի կողմից մասնակցել է 220 Հնդկաստանի քաղաքացի։ Այս մասին հաղորդում է The Economic Times-ը։ Փաստաթղթում նշվում է, որ այդ անձինք հավաքագրվել են ռուսական զինված ուժեր։ Հնդկաստանի կառավարության ջանքերի շնորհիվ նրանցից 119-ը վաղաժամ զորացրվել է, 26-ը զոհվել է, իսկ 7-ը անհետ կորած է համարվում։ Նյու Դելին ներկայումս ձգտում է եւս 50-ի վաղաժամ զորացրմանը։ Սինգը հայտնել է, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը նպաստել է 10 մահացած հնդիկների աճյունների հայրենադարձմանը, ինչպես նաև եւս 2-ի դիակիզմանը։ 18 զոհված կամ անհետ կորած հնդիկների ընտանիքների անդամների ԴՆԹ նմուշները տրամադրվել են Ռուսաստանի իշխանություններին մահացած հնդիկ քաղաքացիներից մի քանիսին նույնականացնելու նպատակով։ Պակիստանի դատարանը նախկին վարչապետ Արդարության շարժում կուսակցության առաջնորդ Իմրան Խանին, որն արդեն բանտում էր, դատապարտել է լրացուցիչ 17 տարվա ազատազրկման կոռուպցիայի համար։ Այդ մասին հաղորդում է Պակիստանի ամենամեծ անգլալեզու թերթը Dawn-ը։ Նրա կինը Բուշրա Բիբին նույնպես դատապարտվել է 17 տարվա ազատազրկման։ Դատարանի որոշման մեջ նշվել է, որ դատավճիռ կայացնելիս հաշվի են առնվել Խանի տարիքը եւ կնոջ սեռը, ինչը հանգեցրել է ավելի մեղմ պատժի։ Քննությունը պարզել է, որ 2021 թվականի մայիսին Խանը օգտագործելով իր պաշտոնական դիրքը Սաուդյան Արաբիայի կառավարությունից նվեր է ստացել զարդեր, չի պահել դրանք պետական պահեստում եւ նվաճել է դրանց իրական արժեքից մոտավորապես 14 անգամ պակաս գին։ Դատարանը նրա մեղավորը ճանաչել մի քանի մեղադրանքներում, այդ թվում պաշտոնական չարաշահման մեջ եւ նշանակել է տուգանք, որը չվճարելու դեպքում կբարձրացնի նրա ազատազրկման ժամկետը։ Բագրատ եւ Արշակ սրբազանների հայտարարություն են տարածել կալանավայրից։ Հակաեկեղեցական հերոսակախումբը իր տխրահռչակ պարագլխի բացահայտ հովանավորությամբ դեկտեմբերի 18-ին կրկին ներխուժեց Մայրաթոր, փորձելով ասպատակել նվիրական սրբավայրը։ Քստումների էր արշավորդների առաջին շարքերում տեսնել տիրադավությունն իրենց ճակատին որպես աղվեսադրոշմ դաջած դեռևս բարձրաստիճան հոգևորականներին, որոնք ոստիկանական շարքերի հետևում էին ծվարել, շփոթված եւ շվարած հայացքներով։ Ակնհայտ է, որ իրենք եւս հասկանում են, որ ընտրել են ինքնաոչնչացման եւ ինքնաժխտման ճանապարհը, խամաճիկ դառնալով խառնակիչ տիկնիկավարի ձեռքին, որը կար ժամանակ հետո իրենց եւս զոհաբերելու է ատելության եւ թշնամության իր արյունածարավ կուռքին։ Մարտ տաճարի պատերը շատ ասպատակողների են տեսել, սա էլ տեսան, բոլորն էլ փոշիացել են եւ այդ առումով դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ եւ ամոթալի էջերից մեկը։ Այս ամոթալի պատկերի դիմաց առանձնակի հիացմունքով ենք անդրադառնում մեր ուխտապահ եկեղեցականներին եւ հավատացյալ ժողովրդի խիզախ կեցվածքին, որը եւս մեկ անգամ փաստեց, որ հայ մարդու մեջ չի կարող սպանվել ինքնության զգացումը անկախ հալածանքների սաստկությունից։ Մեր եւ կալանավորված մեր մյուս հոգեվոր եղբայրների, Միքայել եւ Մկրտիչ սրբազանների անունից մեր հավատարմությունն ենք հայտնում ամենայն հայոց հայրապետին եւ լուսավորչի գահին եւ մեր զորակցությունը զինվորյալ եւ նվիրյալ հոգեվոր դասին եւ ժողովրդին։ Առանձնակի ջերմությամբ աղոթում ենք Տեր Վրդանես Քահանա Բաղալյանի շուտապույտ ապաքինման համար։ Թող մեր Տերը անխախտ ու անսասան պահի Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, մեր համբուրելի եւ խոցված հայրենիքն ու ժողովրդին, որպեսզի մեր կյանքից մեկնի մեկը, մերժվի մառախուղը, վերանա մութը, չքանա չարիքը, հալածվեն հուսահատությունները եւ թագավորի տիրոջ ամենակարող ձեռքը։ Ամերիկյան ռազմական ինքնաթիռները վերջին մի քանի ժամվա ընթացքում երկրորդ ավիահարվածն են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դիրքերին, հաղորդում է Ալե Հադադ հեռուստաալիքը։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Դաիշի թաքստոցների եւ շտաբ բնակարանների վրա, որոնք գտնվում են Սիրիայի հյուսիսում։ Նշվում է, որ հիմնական հարվածները ուղղված են եղել Դեյր Ez-Զոր նահանգում Դաիշի դիրքերին։ Բացի այդ, ինչպես հաղորդում է Ալ Հադաթը, ամերիկյան ինքնաթիռները ռմբակոծություններ են իրականացնել Հոքս եւ Ռաքա նահանգների գյուղական վայրերում, ինչպես նաև Թադմոր քաղաքի մոտակայքում գտնվող ահաբեկչական բազաների վրա, որից այրամասում է գտնվում Պալմիրայի պատմաճարտարապետական համալիրը։ Հենց այս տարածքում է, որ դեկտեմբերի 13-ին սպանվել է ԱՄՆ ազգային գվարդիայի 2 զինվոր եւ 1 ամերիկացի թարգմանիչ։ Դեկտեմբերի 19-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կատակով ափսոսանք է հայտնել լրագրողների կողմից անտեսվելու ռիսկի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տարվա ամփոփում ելույթի պատճառով, հաղորդում է The New York Times-ը։ Նա փորձում է խանգարել ինձ դավանափոխ լինելուց, թերթը հաղորդում է Ռուբիոյի խոսքերը։ Դեկտեմբերի 19-ին Պուտինը վարեց տարվա ամփոփում ծրագիրը։ ԱՄՆ պետքարտուղարի մամուլի ասուլիսը սկսվեց ծրագրի ընթացքում, որը գրավեց խոշոր համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը։
Եգիպտոսը եւ մյուս միջնորդները դեռևս չեն կարող կանխատեսել, թե երբ կսկսվի Գազայի հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլը, սակայն նրանք շարունակում են բանակցությունները բոլոր կողմերի հետ։ ՏԱՍՍ-ին ասել է Արաբական Հանրապետության փոխարտգործնախարար Աբու Բաքր Հեֆնին։ Այս պահին եգիպտացի դիվանագետները շարունակում են լայնածավալ բանակցություններ վարել բոլոր կողմերի՝ ԱՄՆ-ի, Կատարի, Պաղեստինի ազգային ինքնավարության եւ Իսրայելի հետ Գազայի համաձայնագրի երկրորդ փուլի մեկնարկի վերաբերյալ համաձայնության հասնելու համար։ Անկլավի վերականգմանը նվիրված Եգիպտոսում խորհրդաժողովի անցկացումը նույնպես կապված է այդ հարցի հետ։ Այն նախատեսված էր նոյեմբերի վերջին, բայց անորոշ ժամանակով հետաձգվեց։ Մենք դեռևս ճշգրիտ ամսաթվեր չունենք, ընդգծել է նա Կահիրեում Ռուսաստան-Աֆրիկա ֆորումի նախարարական խորհրդաժողովի շրջանակներում։ Պաշտոնյան հաստատել է, որ պաղեստինցի ոստիկանները Եգիպտոսում մարզվում են Գազայում խաղաղությունը պահպանելու համար։ Այնուամենայնիվ Հեֆնին նշեց, որ իրենց ստորաբաժանումը որպես այդպեսին դեռևս չի ձևավորվել։ Սա չափազանց բարդ հարց է։ Եգիպտոսը եւ մյուս բոլոր միջնորդները քննարկում են այն փակ դռների հետևում։ Մենք դեռևս չենք կարող բացահայտել այս խորհրդակցությունների մանրամասները, քանի որ դրանք գաղտնի են, բայց դիվանագիտական գործընթացը շարունակվում է, հայտարարել է փոխարտգործնախարարը։ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Ճապոնիայի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ քննարկումներին։ Տոկիոյի ռազմականացումը կվատթարացնի Հյուսիսարևելյան Ասիայի իրավիճակը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Մենք տեղյակ ենք, որ այժմ Ճապոնիայում քննարկումներ են ծավալվում այս թեմայով կապված սահմանադրության այն դրույթների փոփոխության հետ, որոնք վերաբերում են նրա ոչ միջուկային սկզբունքներին, ասել է նա։ Մեր դիրքորոշումը միանշանակ բացասական է։ Մենք կարծում ենք, որ Ճապոնիայի ռազմականացումը միայն կսրի Հյուսիսարևելյան Ասիայում տիրող իրավիճակը եւ իհարկե երկրների կողմից, որոնց սպառնում է այդ ռազմականացումը։ Ճապոնիան հավատարիմ է 3 ոչ միջուկային սկզբունքներին՝ չունենալ, չարտադրել եւ թույլ չտալ միջուկային զենքի ներկրումը։ Օրենսդրորեն այս սկզբունքներն ամրագրված չեն, սակայն դրանց հավատարմությունը հաստատել են Ճապոնիայի կառավարության բոլոր ղեկավարները, իսկ բուն թեմայի քննարկումը երկար ժամանակ տաբու է համարվել։ Այս կապակցությամբ որոշ քաղաքական գործիչներ խոսում են 4-րդ սկզբունքի չքննարկելու արկայության մասին եւ կոչ են անում հրաժարվել գոնե դրանից։ Սանայե Տակայիտիի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո պաշտոնական լրատվամիջոցները նշում են, որ ազգային անվտանգության ռազմավարության արդեն իսկ հայտարարված վերանայման ընթացքում քննարկվելու է նաև 3 ոչ միջուկային սկզբունքների մոտեցումը։ Մասնավորապես պնդվում է, որ Տակայիչին պատրաստ է հանդես գալ երկրում ամերիկյան միջուկային զենքի ներկրման արգելքից հրաժարվելու օգտին։ Միևնույն ժամանակ այս հրապարակումների ֆոնին վարչապետն ինքն է հայտարարել, որ ազգային անվտանգության ռազմավարության նոր խմբագրության քննարկումների ժամանակ ոչ միջուկային սկզբունքները վերանայելու հանձնարարական չի տրվել։ Դեկտեմբերի 18-ին վարչապետի աշխատակազմի ազգային անվտանգության հարցերով պատասխանատու անանուն պաշտոնյան հայտարարել է, որ կարծում է, որ երկրի համար անհրաժեշտ է միջուկային զենքի առկայությունը։ Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետ դեռ չկա։ Այդ մասին վկայում է ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ի պատասխան Սպուտնիկ Արմենիայի պաշտոնական հարցման։ Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հղում անելով աղբյուրներին հայտնել էր, որ Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է 2026 թվականին Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում խորհրդանշական քայլերի գնալ։ Սպուտնիկ Արմենիան հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ, խնդրելով գնահատել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, նախանշել սահմանի առաջին անցակետի բացման հնարավոր ժամկետները, ինչպես նաև ակնկալվող տնտեսական էֆեկտը։ Բացի այդ, մենք հետաքրքրվել էինք, արդյոք նախապատրաստվում են Թուրքիայի նախագահի հայաստանյան հնարավոր այցին։ Ի պատասխան ԱԳՆ-ն հայտարարել է, որ նշված հարցադրումների կապակցությամբ եղել են մի շարք հրապարակային անդրադարձներ, մատնանշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 9-ի ելույթը, ԵԱՀԿ նախարարական հանդիպման եւ Օրբելի խաղաղության եւ բազմակողմ համագործակցության կառուցում միջազգային համաժողովի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթները։ Թուրքիայի նախագահի հնարավոր այցի եւ 2026 թվականի մայիսին Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին մասնակցելու հարցը գերատեսչությունն առաջարկել է դիտարկել վարչապետի նոյեմբերի 4-ի ելույթի, ինչպես նաեւ ազգային ժողովում հոկտեմբերի 27-ին ԱԳ նախարարի տված պատասխանների համատեքստում։ Եղանակը առաջիկա օրերին։ Դեկտեմբերի 22-ից 25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսային 2-ից 5 մետր վարկյան։ Դեկտեմբերի 22-ից 23-ը սպասվում է քամուշ գնացում 17 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։